Մեր անցած խաղի ժամանակ մենք հնդկական պաշտպանությամբ հասել ենք այս հաղթանակին։ Տեսնում ենք հնդկական պաշտպանություն։ Այստեղ գեղեցիկ հնարքով եւ այս խաղում մենք կրկին կփորձենք խաղալ հնդկական պաշտպանությունը։ Եվ կատարելագործվել դրան։ Երբ որ հակառակորդը սկսում է 7-4-ով, մենք պետք է խաղանք D6 եւ ապա շարունակենք մեր այլն։ Հակառակորդը մեզ առաջի քայլը զինվոր է տալիս, որը մենք կվերցնենք եւ ապա ետ կվերցնենք։ Շախ է տալիս մեզ։ Մենք կարող ենք պարզապես շախ փակել։ Եվ նա հարձակվում է, մենք վերադառնում ենք եւ կառուցում ենք մեր տնակը։ Եվ կատարում ենք փոխատեղում։ Հակառակորդը հարձակվել է մեր G-ի վրա եւ մենք հարց ենք տալիս փղին, թե նա ինչ է պատրաստվում լինել։ Նա ետ է վերադառնում։ Մենք կարող ենք կապել G-ով փոխանակել մեր քարերը։ Խաղը ավելի պարզեցնելու համար, քանի որ մենք արդեն մեկ միավոր ավելի ենք։ G-ն գալիս է կենտրոն եւ մենք ցանկանում ենք հրել E4 զինվորը, E5։ Մենք հրում ենք, հակառակորդը ետ է վերադառնում։ Եթե մենք վերցնում ենք, նա կարող է վերցնել, սակայն մենք չենք ցանկանում եւ մենք կարող ենք խաղալ թագուհին այստեղ եւ կարող ենք փակել դիրքը ամբողջությամբ եւ սկսել հարձակում։ Եկեք գանք այստեղ պաշտպանելու համար զինվորին եւս մեկ անգամ եւ այստեղ մենք կհրենք զինվորը։ Տեսեք արդեն երկու հարձակման դեմ կա երկու պաշտպանություն եւ հաջորդը մենք ցանկանում ենք պաշտպանել մեր զինվորին եւ այս կողմով սկսել հարձակում։ Հակառակորդը փորձում է բացել դիրքը։ Մենք կրկին կպաշտպանենք այն։ Եթե նա վերցնի, մենք կարող ենք վերցնել զինվորով, սակայն դա հնարավորություն կտա նրան հրելու։ Դրա փոխարեն մենք կարող ենք վերցնել այսպես, եւ եթե նա վերցնի, մենք վերցնենք, նա չի կարող ետ վերցնել։ Վերցնենք եւ հակառակորդը ետ է հաղթում իր մեկ զինվորը։ Այո, մեր սխալի պատճառով։ Այստեղ մենք չենք ցանկանում վերցնել, քանի որ թագուհին կարող է հարձակվել։ Եվ մենք զարգանում ենք զին պաշտպանելու համար այս զինվորին։ Եթե հակառակորդը վերցնի, մենք կարող ենք վերցնել փիղը։ Մեր նավը կարող է գալ կենտրոն, զարգանալ թագուհին եւ մյուս նավը նույնպես դնել կենտրոնում։ Հակառակորդը մտածում է այստեղ, նա վերցնում է ձին,
Եվ եթե մենք վերցնենք, նա կվերցնի մեր նավակը և մենք ետ կվերցնենք։ Այս դիրքում մենք հավասար ունենք։ Հակառակորդը երկու անգամ հարձակվել է այս զինվորի վրա, որը մենք ցավոք սրտի չենք կարող պաշտպանել։ Սակայն մենք գալիս ենք նավակ այստեղ և երբ նա վերցնում է, մենք կարող ենք գալ այստեղ և շարժվել դեպի այստեղ։ Դուք տեսնեք, թե հակառակորդը ինչ է պատրաստվում անել։ Մենք գնում ենք այստեղ, և եթե նա փիղը շարժի, մենք կարող ենք վերցնել։ Հավանաբար նա կխաղա այս քայլը։ Նա կարող է գալ այստեղ, մենք այդ ժամանակ ունենք շախ, որը նա կարող է պաշտպանել այս քայլով, և մենք փիղը կրկին ետ պիտի վերադառնանք։ Սակայն այս դիրքում մենք փիղը ցանկանում ենք ետ դառնալ և այսպես հարձակվել։ Եվ եթե նա փիղը չհասցնի ճիշտ ձևով շարժել կամ թագուհին ետ վերադառնալ, այստեղ նա անպաշտպան է թողնում փղին, և մենք կարող ենք այն վերցնել, և եթե նա վերցնի, մենք կարող ենք ետ վերցնել։ Եթե նա չվերցնի, պետք է շարժի նավակը, որից հետո մենք պետք է խաղանք ակտիվ և գտնենք ինչ-որ կերպ թագուհիները փոխանակելու։ Մեր փիղը շատ լավ կլինի, որ այս կողմով հարձակվի, դրա համար մեզ հարկավոր է արքային բերել այստեղ և ապա փիղը այստեղ։ Եվ հակառակորդը ցանկանում է, որ մենք վերցնենք և նա գա այստեղ, իսկ այդ ժամանակ մենք կարող ենք գալ այստեղ և հարձակվել այս զինվորի վրա։ Կվերցնենք և նա վերցնում է, հարձակվում է այս զինվորի վրա։ Մենք հիմա կարող ենք շախ հայտարարել, և եթե հակառակորդը գնա այստեղ, մենք կարող ենք հարձակվել կամ այստեղից շախ հայտարարել կրկին։ Եթե մենք շախ հայտարարենք, նա հնարավոր է գա այստեղ, եկեք հարձակվենք նավակի վրա, և այս զինվորի և այստեղից մենք նույնպես շախ ունենք։ Նա չի կարող վերցնել սա, քանի որ նավակը անպաշտպան կմնա։
Հարկավոր է վերցնել այս զինվորները, որպեսզի մեր փիրը ակտիվանա, քանի որ այս պահին այն չունի շատ վանդակներ շարժվելու համար։ Մեր փիրը կարող է գալ այստեղ, եւ երբ նավակը գնա այստեղ, այն կարող է հարձակվել այստեղից։ Հնարավոր է, որ նավակը եթե հարձակվի մեր թագուհու վրա, որի ժամանակ մենք կարող ենք շահ հայտարարել, եւ երբ արքան գա այստեղ, մենք ունենանք այս փողով շախը։ Ահա, մենք այստեղ շախ ենք հայտարարում։ Եվ փիրը ակտիվանում է։ Հակառակորդը չի կարող փակել շախը, չի կարող իջնել այստեղ։ Նա պետք է զոհաբերի թագուհին, որից հետո մենք կվերցնենք, եւ նա պետք է խաղա այս զինվորի քայլը։ Այստեղից շախ, եւ այստեղ մենք կարող ենք հարձակվել նավակի վրա եւ միաժամանակ սպառնել մատով, որը նա պետք է պաշտպանի այսպես։ Նա շախ է հայտարարում։ Հակառակորդը իր բոլոր քարերը մեզ է տալիս եւ հանձնվում է։ Ահա հնդկական պաշտպանության հզորություն։ Խնդրեմ։